Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Ոնց է հայտնվեց Երևանում եւ 10 օր անցնող բացրել։ Պետք է ցույց տվել իմացել թույլ տվել հատուկ որ ծուղակ լինի տոնել, թե չեք իմացել միամիտ եկել հասել էր հետո ինչպես Պողոսյանը ասում ինքը դիմել է ԱԱԾ-ին, որոշեք ախտատարեք, իմ մոտ չմնա սա իմը չի, բայց ԱԱԾ-ն որոշել է որ քրեական գործառույթի չփոխել է այս Կամեք և մի բանը ես հետևել ենք բախում, որ հունվար ապրիլ ամսին ասում ավելի նարդարատում ամբողջ 7 միլիարդ կամի արդեն եկանուց և դրականություն է։ Եթե ես ուշտեն շուտվելը, դուք ձեր երկրորդի նախանեք և բյուջեն գնում էիք 2 տրիլիոն 873.6 միլիարդ դրամ եք կանխատեսել այս տարվա ծննդրատանի հավաքագրումները, որից 2 տրիլիոն 723-ը արդեն հարկային և Հիմա երբ որ մենք տեսնում որ 1 միլիարդից քիչ է, մոտ 50 միլիարդ է հունվար ապրիլ ամիսներ, իհարկե ապրիլ 29-ից հետո նաև այլ հարկային ինվեստիցիա լինեն։ Ինչ է կարծում, ինչ կարող է կարողանալ ապահովել 2.9 տրիլիոն։ Մի բան է մաքսային բլոկով։ Պարոն Հակոբյան, ինչ-որ խնդիր է առաջացել ձեր և Վարդնոտ օդանավակայանի ներդրումության միջև, որովհետև ես որոշ մանրամասներ գիտեմ, բայց դրանք դուք ասեք, որտեղ ինչ-որ դեպքից հետո դուք ակտիվ սկսել եք ստուդիալ Վարդնոցի աշխատակիցներին, հատկապես նաև դյութի աշխատակիցներին և տեղեկություն տալ, որ դուք տեղեկություն եք ունեցել, որ այնտեղ Վարդնոցի և ապօրինի ճանապարհով առողջարաշրջանառություն է տեղի ունենում, նաև հասանելի ճանապարհով ինչ-որ ապրանքների փոխանցում, հենց դյութի աշխատողների կամ Վարդնոցի աշխատակիցների միջոցով և դա փորձել եք կանխել, ովքեր դրան նախորդել են մեկ այլ դեպք և որոշել լարվածություն առաջ։ Նախ առաջին դեպքի հետ կապված ես ենթադրում նկատի ունեք միջև մեզ գալը, այդ դրա մասով հարցում ուղարկեցիք դուք մեզ, որտև անցած ասուլիսից հետո մենք միասին ոնց որ խոսեցինք, պայմանավորվեցինք, որ դուք պետք է գրեք դրա պարզաբանումը տանք, անկեղծ ասած հիմա չեմ հիշի, որովհետև այդ խոսում ենք մի 6 ամիս առաջվա և ինձնից նույնիսկ առաջվա ինչ-որ դեպքի մասին, որի մանրամասները ես չեմ տիրապետում անկեղծ ասած, դե իմ ասում մանրամասները չեմ տիրապետում, այսինքն դեպք որպես եկեք աշխատանքային կարգով, եթե այդ հարցը ձեր դեր մոտ մնացել է, բայց այդ հարցը, որ մնում է ձեր մոտ, խնդրում եմ պայմանավորվածություններին համաձայն ուղղեք մեզ, մենք մեր տեղեկությունների շրջանակներում կարձագանքենք։ Հիմա տեսեք 6 ամիս անցել է, բայց ձեր բառերը չեն փոխվել։ Ասեմ։ Չէ։ Տերորի մասին չէր խոսքը։ Ասում եք բյուջեն, երբ որ գրում էիք։ Անցած անգամ էլ ասացի, եթե նկատի ունեք փաստաթղթի մասին է խոսքը, դրա մի մասը, այո, իմ ենթակայության ստորաբաժանումներն էին գրում։ Եթե նկատի ունեիք ընդհանրապես բյուջեն, ապա դա կառավարության փաստաթուղթն է եւ ինքը համապատասխան քննարկումների արդյունքում քննարկում եւ ընդունվում է։ Հիմա գանք այդ ձեր ասացի նախ միգուցե դրա մասին առիթ չունեցանք խոսելու կարիք կա երևի թե շեշտադրել մենք առաջի երամսակի այսպես ասած կանխատեսումը որտեղ ես նաև առաջարկել եմ այդ խոսակցությունը ինչ-որ մի ձև փոխենք շատ ենք խոսում կատարում պլան ծրագիր այս խոսակցությունը բացարձակ տեղին չի անկեղծ ասած բայց ամեն դեպքում քանի որ գործ ունենք բյուջեի հետ ծրագրերը մեր համար ուղենիշ են հիմա ուղենիշի տեսանկյունից առաջի երամսակի մոտավորապես 3 միլիարդով ավել հավաքագրում ունենք եւ այս պայի օրինակ մայիսի հավաքագրումներին երբ որ մենք հիմա հետևում ենք օրական դա մեզ հուշում է որ մենք կիսամյակի առումով էլ որպես այդպեսին խնդիր չենք ունենա հիմա տարին ասում եք կատարենք ես նորից նույն բանն եմ ուզում ասեմ ինչքան կհավաքագրենք տարվա ընթացքում այս պայի դրությամբ ռիսկերը մեծ չեն բայց մենք մի այսպիսի քաղաքականություն ենք որդեգրել որ փորձել ենք բացատրել յուրաքանչյուր իրավիճակում եթե օրինակ
կտեսնենք ավելացման ծրագրից դեպի վերև ռիսկեր, դա կբացատրենք, թե ինչու տեղի ունեցավ այդպես։ Օրինակ, ես այսօր խոսեցի որոշ գործոններից, որ ժամանակային առումով շինարարությունը օրինակ սկսել է շատ հարկ վճարել կամ բանկային համակարգի շահութ հարկեր են որոշակի այս տարի մեծ ծավալով վճարվել կամ օրինակ ասում ենք կարգապահության կամ մեր վարչարական գործիքների ակտիվացում, դրանք փորձում ենք մեկնաբանել։ Նույնը հակառակը, եթե կլինեն օրինակ դեպի ներքև դրսևորումներ, այդ ծրագրից, այսինքն ներքև, օբյեկտիվորեն մենք կմեկնաբանենք։ Բայց դրանից չի նշանակում, որ ստվերի դեմ պայքարը եւ վարչարության արդյունավետությունը չպետք է շարունակաբար բարելավվի եւ օրինակ երբ որ նայում ենք մեր առաջի 4 ամսվա բացահայտումների վիճակագրությանը, ես նույնիսկ կարող եմ հստակ ասել, չնայած ելույթի ժամանակ էլ ասեցի, մենք 40 ընդհանուր առմամբ մեր գործիքներով 45 միլիարդի առաջադրումներ ունենք հարկ վճարողներին այս տարի, որը անցած տարվա հունվար-ապրիլի համեմատ 18%-ով ավել է։ Ընդ որում առաջանցիկ, քան մեր հավաքագրումներն են, այսինքն այս տեսանկյունից մեր ջանքերը շարունակում են։ Եվ հետևաբար այդ տարվա խոսակցությունը ավելի ճիշտ կլինի մենք անենք տարվան մոտենալիս եւ յուրաքանչյուր ամիս կամ յուրաքանչյուր եռամսյակ, երբ որ խոսում ենք հավաքագրումների դինամիկայից, ձեզ մեկնաբանենք ուղղակի այն գործոնները, որոնք տանում են դեպի վերև, որոնք տանում են դեպի ներքև կամ պահում են ծրագրին մոտ շրջանակում։ Ես դրա համար ասի, այս պահի գնահատականով կիսամյակի առումով ռիսկեր չկան, ծրագրի համեմատությամբ դեպի ներքև ռիսկեր որպես այդպեսին չենք տեսնում, երկրորդ կիսամյակի կախված կլինի, թե ինչպես տնտեսությունը կզարգանա, այսինքն տնտեսական աճի տեմպերը, ինչպես կլինեն մեր հարկման բազաները, ինչպես կփոխվեն, դրանից կախված արդեն կխոսենք կոնկրետ զարգացումներից։ Հա, կներեք, հիմա զվարթնոցի հետ կապված կարծես դուք ինչ-որ խնդիր ունեիք, բայց չբացահայտեցիք դրա մասին։ Ես անկեղծ ասած ղեկավարության հետ որևէ խնդիր չունեմ ու առաջի անգամ եմ ձեզ լսում, որ օրինակ մենք եւ զվարթնոցի ղեկավարությունը որևէ խնդիր ունենք։ Հիմա գանք մեր գործողություններին, ընդ որում այդ գործողությունները մենակ զվարթնոցին չեն վերաբերում, ընդհանրապես բոլոր մաքսային գոտիներում էլ, եթե մենք տեսնում ենք ռիսկեր, որոշակի ժամանակ առ ժամանակ խստացումներ իրականացնում ենք։ Բնական է, որ եթե օրինակ ինչ-որ մի բան ենք նկատում եւ կարիք կա լրացուցիչ ուժեր կենտրոնացնել, որպեսզի մենք բացահայտումը ավելի լավ անենք, մենք այդ գործողությունը իրականացնում ենք։ Այսինքն այստեղ հատուկ միտում, որ ինչ-որ տենց որպես քանի որ կոնֆլիկտ կա, նման միտում բացարձակ չկա, անկեղծ։ Դա վստահեցնում եմ։ Հիմա ակտիվացումների հետ կապված դա ժամանակ առ ժամանակ է տեղի ունենում, էլի ասեցի, դա կենտրոնացած չի այնտեղ լինում են ռիսկեր, երբ որ ակտիվանում են, մենք կարիք ենք ունենում ավելի խիստ վերահսկողություն իրականացնել եւ դա է պատճառը, որ երբեմն դուք կարող եք լսել որոշակի ավելի խիստ գործողությունների մասին։ Սա անձնավորված չի, սա պարզապես մեր մաքսային վերահսկողությունը արդյունավետ կազմակերպելու մասին է։ Ընդ որում նշեմ, որ այնտեղ նույնպես բացահայտումների աճեր ունենք այս տարվա կտրվածքով անցած տարվա համեմատ։ Վերջին շրջան չէ, տարվա ընթացքում, եթե նկատի ունեք իմ գալուց հետո 6 ամսվա ընթացքում, ես կարող եմ ասել, որ ժամանակ առ ժամանակ այո, խստացումներ եղել են։ Իհարկե, այսինքն եթե անօրինականության կամ ասենք մաքսանենգության դեմ ենք պայքարում, այլընտրանք չկա, մենք մեր գործողությունները պետք է իրականացնենք եւ փորձում ենք բացատրել նման իրավիճակում, իհարկե նաեւ երբեմն ներողություն խնդրելով են քաղաքացիներից, ովքեր որ օրինապահ են ու պարզապես օրինակ այդ տեղից անցնելուց ստիպված են լինում որոշակի խիստ վերահսկողության ներքո անցնել, բայց դա տեղային ժամանակավոր բնույթ է կրում։ Դե ամեն օր չենք կարող անենք, պարոն Մակյան։ Ամեն օր չենք կարող անենք։ Միանշանակ ասել, թե գյուղատնտեսությունում որքան է ստվերը։ Հիմա եթե գանք նույն ոսկերչությանը, էլի նույն խնդիրն է։ Հիմա մեր, եթե կհիշեք, մեր բողոքողների մեծ մասը չէ, ինչ-որ մի մասը ոսկերչության ոլորտից էին, բայց նորից էլի բողոքում են մարդիկ, ովքեր չեն ուզում ստվերից դուրս գալ, չեն ուզում փաստաթղթավորել, երբ որ չեն փաստաթղթավորում, դժվար է ասել, թե ստվերի չափը հստակ ինչքան է։
այդ ոլորտում, բայց ակնհայտ է, որ ստվեր կա։ Իսկ ոլորտային տեսանկյունից ամենա տենց ստվերային եւ եթե մեր ստուգումներից փորձեմ բխեցնել այդ հարցի պատասխանը, թե որտեղ են հիմնական խնդիրները լինում, որ ոլորտներում, ապա առևտուրն է եւ հաջորդը, եթե չեմ սխալվում, շինարարությունն է։ Այսինքն երկու խոշոր ընդոր շինարարություն ասելով նկատում եմ ամբողջ շղթան, իր շինանյութերն էլ ներառյալ։ Սրանք են երկու խոշոր ուղղություններն են, որտեղ որ հիմնականում խնդիրները նկատվում են։ Եվ մի կարևոր բան էլ որ նշեմ, մենք փորձում ենք, շատ կարևոր հարց եք բարձրացնում, փորձում ենք այդ ստվերի ոլորտային գնահատում եւ մեր ստուգումների բացահայտումներ իրար հետ համադրելով հասկանալ, թե իրականում որտեղ է պետք գործողություններ իրականացնել։ Եվ բացահայտում ենք այն ռիսկային ոլորտները, որտեղ պետք է լրացուցիչ, ասենք օրինակ, վարչահարություն իրականացնել։ Սա է ամբողջ պատկերը։ Կներեք, մեր միկրոֆոնը չաշխատեց, չէ՞։ Տեսեք, ես խոսեցի թվերի մասին, նախ 9%-անոց աճ ունենք, այսինքն եթե փորձենք նայել մեր մաքսանենգության դեպքերը, ապա այնտեղ եթե անցած տարի 112 դեպք ենք բացահայտել հունվար-ապրիլով, այս տարվա առաջին 4 ամիսներին բացահայտել ենք մոտ 122 դեպք եւ այս հիմնականում եթե փորձենք հասկանալ թե ինչն է, թմրանյութեր են, հասկանալ, եթե փորձեմ տարբեր տեսակներ նույնիսկ թվարկել, այդքան երևի թե հետաքրքիր չի լինի, բայց հիմնականում թմրանյութեր են։ Հիմա գործողությունները ինչ ուղղվածությամբ են։ Նախ մենք հիմա արդեն պլան ունենք, որ վարչության վերակազմակերպում ենք իրականացնելու շատ շուտով ու փորձելու ենք որոշակի ուժեղացնել ծառայությունները այն վայրերում, որտեղ որ պետք է որտեղ որ ռիսկեր կան այդ մաքսանենգության, խոսքը մասնավորապես եթե փորձեմ թիրախը ձևակերպել մեր, դա թույլ չտալն է սահմանից անցնել Հայաստանի Հանրապետություն եւ սահմանի մի քանի կետերում, որտեղ որ ամենառիսկայինն է մաքսանենգության տեսանկյունից ուժեղացված ծառայություն ենք ունենալու, դա մեկ։ Երկրորդը նշեմ, որ ունենք բաժին, որը զբաղվում է վերլուծություններով։ Մենք այդտեղ պարբերաբար կատարելագործում ենք մեր ռիսկերը, այսինքն փորձում ենք հասկանալ, թե որոնք են ուղղությունները, որտեղից գալիս են մաքսանենգ ապրանքները եւ այդտեղ ենք վերահսկողություն իրականացնում, ենթադրենք եթե դա օդանավականն է, ենթադրենք դա ասենք օրինակ Ագարակի անցման կետն է, ենթադրենք դա Բաղդասարյանի անցման կետն է, որտեղ են եւ որտեղից բացի որ աշխարհագրությունից է հիմնականում խնդիրները եւ այդտեղ ենք ընդունացնում, այդ վերլուծությունները պարբերաբար խնդիր ենք դրել կատարելագործել։ Երրորդը համապարփակ գույքագրել ենք նաեւ բանը մեր տեխնիկաների կարիքները իրականում մենք մեծ վերափոխման կարիք ունենք այդտեղ եւ հիմա նոր տեխնոլոգիաներ կան, որոնք թույլ են տալիս շատ արդյունավետ ու արագ ձևով այդ թմրանյութերը բացահայտել, այդ թվում տեղում հենց փորձաքննություն անելու ճանապարհով եւ այս պահին գույքագրել ենք, ցանկում ունենք ու աշխատում ենք դոնորների հետ տեսնենք թե ինչպես կարող ենք այդ տեխնիկաները ձեռք բերել եւ չորրորդը աշխատանքն է արդեն թե